Ողջույն, ձեզ հետ է առողջ որոշումը։ Բաժանորդագրվեք 168-ի Facebook-յան և YouTube-յան ալիքներին, տվեք ձեր հարցերը և ձեր հարցերի արդյունքում կձևավորվեն մեր հետագա հաղորդումները։ Մինչ բուն թեմային անցնելը ուզում եմ երկու լավ լուրի մասին ասել։ Առողջապահության նախարարությունը հետևում է առողջ որոշմանը, որի արդյունքում երկու դրական բարեփոխում է եղել։ Առաջինը 0-ից 18 տարեկան երեխաներին 100%-ով ապահովել են շաքարաչափող ստրիպերով և պարագաներով, ինչպես նաև անմիջապես մեր դեղերի հետ կապված քաոսի մասին խոսվող հաղորդումից հետո առողջապահության նախարարությունը հրատապ նամակներ է ուղարկել դեղ ներկրող ընկերություններին և տեղեկացրել, որ կարող են անպայման այն դեղորայքը, որը գտնվում է հիմնական ցանկում և գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում, ներկրել առանց գրանցման, իսկ այդ դեղերը հիմնական ցանկի շուրջ 50%-ն են և տրամադրվել է ցանկը, որը որ կարող են ներկրել, այսինքն ինչ-որ մի ձև, ինչ-որ ճանապարհ են գտել հիմնական դեղերի ցուցակը համալրելու և բնակիչներին դեղով ապահովելու համար։ Գնահատելի է, այո, պետք է այդպես օպերատիվ աշխատել, կարծում եմ և մեր հաղորդումները էլի կբերեն այն արդյունքներին, որը ընթացքում կբարելավի բնակչության առողջապահական ապահովվածությունը։ Եվ այսօր ես խոսելու եմ մի շատ կարևոր խնդրի մասին, որը մոլեգնում է Հայաստանի Հանրապետությունում։ Դա բրուցիլոզի մասին է։ Դեռ 3 շաբաթ առաջ տարբեր հանրային մարդիկ խոսում էին, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա և Ճամբարակ համայնքներում մոլեգնում է բրուցիլոզը։ Բավականին շատ անդրադարձվեց հիվանդության հետ կապված, որի արդյունքում մենք սկսեցինք ուսումնասիրել ինչ է կատարվում այդ երկու համայնքներում։ Ուրեմն նախ ասեմ ինչ է բրուցիլոզը։ Բրուցիլոզը ինֆեկցիոն հիվանդություն է, որը փոխանցվում է կենդանիներից մարդկանց։ Այն առաջանում է բրուցելա տեսակի բակտերիաների միջոցով և կարող է տարածվել հետևյալ ճանապարհով. վարակված կենդանու, մսի, կաթի և այլ չմշակված ուտելիքը օգտագործելուց, կենդանիների հետ անմիջապես շփվելուց և ինչպես նաև լաբորատոր պայմաններում նմուշարված արյունից և այլից տեխնիկական պայմանները վատ լինելու դեպքում անվտանգությունը չապահովելու արդյունքում։ Եվ բրուցիլոզի հիմնական կլինիկական նշանները հետևյալն են. բարձր ջերմաստիճան, սովորաբար ալիքաձև մենք ջերմային կոր ենք ունենում, դող, գիշերային քրտնարտադրություն, գլխացավեր, հոգնածություն, մկանների և հոդերի ցավեր, ախորժակի կորուստ, քաշի անկում և նաև ունենում ենք շատ բարդացումներ, օրինակ, բարդություններից են արթրիտները, սպոնդիլիտները, այսինքն ողնաշարի ախտահարումները, սրտի ախտահարումները և նյարդային համակարգի ախտահարումները։ Եվ ահա Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և խոշորացված համայնքում և Չկալովկա գյուղում հայտնաբերվել է բրուցիլոզ։ Իմիջիայլոց մինչև դա բարդությունների հետ կապված ասեմ, որ մի քանի օր առաջ ես խոսում էի Հայաստանի Հանրապետության մանկաբուժական ծառայության ղեկավարի հետ և փաստեց բժշկուհին, որ արդեն իսկ ունեն վերջի 2-3 ամիսների ընթացքում 3 երեխա, որոնք եկել են բրուցիլոզի բարդացումով, ողնաշարի ախտահարումով։ Դա նշանակում է, որ բրուցիլոզ հիվանդությունը բերում է այլևս հաշմանդամների ավելացմանը, հաշմանդամության բարձրացմանը։ Եվ հիմա ինչ է կատարվում Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում պարզվում է գարնան սկզբից մոլեգնում է բրուցիլոզը։ Ճամբարակ համայնքում հիվանդացած են 102 խոշոր եղջերավոր անասուն, իսկ Չկալովկա համայնքում ունենք խոշոր և մանր եղջերավոր անասունների ևս բավականին բարձր հիվանդացություն։ Եվ ինչ է կատարվում։
Հիվանդ են կենդանիները, կենդանիների հետ շփվում են տվյալ տնտեսությունները, ֆերմերները, որի արդյունքում հիվանդացության բարձր ցուցանիշ է նկատվում բնակչության շրջանում։ Եվ հանրային լրատվական միջոցների միջոցով, երբ որ խնդիրը բարձրաձայնվեց, 3 շաբաթ ուշացումով առողջապահության նախարարությունը սկսեց կատարել նմուշառումներ Չկալովկա համայնքի բնակչության շրջանում։ Մայիսի 19-ին առաջին նմուշարման 40 հետազոտությունները կատարվեցին բնակչության շրջանում եւ 40 նմուշարված բնակչից 3-ի մոտ առողջապահության նախարարությունը հայտնաբերեց հիվանդացության դեպքեր։ Այսինքն, եթե սա մենք տարածում ենք համամասնության մեջ, ստացվում է, որ բնակչության 7.5%-ը վարակված է բրուցիլոզով Չկալովկա համայնքի։ Ճամբարակ համայնքում դեռ չեն կատարում բակային աշխատանքները եւ բնակչության նմուշառումը համատարած։ Եվ դրա արդյունքում մենք ունեցանք պատկերը, որ ունենք բնակչության ախտահարում։ Եվ հիմա ուզում եմ ֆիքսել մի հարցազրույց, որը կատարվել է լրատվությունների միջոցով Ճամբարակ համայնքի պատասխանատուի եւ Չկալովկա համայնքի պատասխանատուի հետ։ Ճամբարակ համայնքի պատասխանատուն, երբ որ հայտարարում է, որ 102 խոշոր եղջերավոր անասուն վարակված է բրուցիլոզով, նաեւ փաստում է, որ մենք բնակիչներին, մեջբերում եմ հարցազրույցից, մենք բնակիչներին տեղյակ ենք պահում, ասում ենք վերցրու անասուններիդ եւ վերացրու։ Մարդիկ էլ մորթում են, իրացնում են անասունների մորթման արդյունքում առաջացած միսը։ Այսինքն, սննդի անվտանգության տեսչությունը, որը բավականին լուրջ աշխատանքներ ունի կատարելու այս տարածաշրջաններում կապված ախտահարված կենդանու մսի եւ կաթի եւ մնացած այլ սննդամթերքի հետևողական օգտագործման եւ վերացման հետ, փաստորեն այստեղ չի աշխատում։ Այսինքն ամեն ինչը մնացել է բնակչի հույսին։ Եվ ինչ է ասում Ճամբարակ խոշորացված համայնքի պատասխանատուն։ Ասում է, որ գալիս են տարբեր կաթնամթերք արտադրող ընկերությունները, տանում են այդ կաթը, բայց մենք ինչ ենք ասել, զգուշացրել ենք, ասել ենք ձեր հիվանդ կենդանիների կաթը մի վերցրեք, մի տվեք դրան։ Հաջորդը ասում է, դե միսը ասում է, մենք քանի որ չկա տարբեր տեսակի պետական աջակցություն, ստիպված բնակիչները ընկնում են դռնեդուռ եւ իրենք ինչ են անում, այդ բնակիչները փորձում են այդ միսը յուրացնել։ Քանի որ չկա պետության կողմից հարկադիր սպանդի արդյունքում բնակչի փոխհատուցումը, որի արդյունքում այդ վարակված կենդանու միսը, կաթը եւ այլ սննդամթերքները հայտնվում են տվյալ համայնքից դուրս։ Եվ նույն Չկալովկա համայնքի համայնքապետի հետ զրույցում նույն պատասխանն է տալիս, ասում է, որ դե ասում է բնակիչներին փոխհատուցումը այդքան չի կատարվում եւ բնակիչները փորձում են, որ այդ իրենց կենդանիներին իրացնեն տարբեր շուկաներում անհատների միջոցով։ Եվ ինչ է ստացվում, որ այս հիվանդ կենդանիների միսը եւ կաթնամթերքը դուրս են գալիս այդ համայնքներից, մինչեւ իսկ տեղեկատվություն կա, որ Մասիսում, աշտարակում այդ մսի յուրացում է իրականացել։ Եվ ինչ է անում սննդի անվտանգության տեսչությունը։ Հետաքրքիր է, լրագրողը հարցնում է մարզի տարածաշրջանի պատասխանատուին, այսինքն տարածքայինի սննդի անվտանգության պետին, հարցնում ասում է ինչով եք, ինչ իրավիճակ է կատարվում այս տարածաշրջանում, պատասխանում է, ես իրավասու չեմ պատասխանելու ձեր հարցերին, դիմեք սննդի անվտանգության տեսչության լրատվության բաժին։ Իդեպ, այս նույն պաշտոնյայի հետ ես մի քանի ամիս առաջ ինքս ունեցել եմ խոսակցություն մեկ այլ խնդրով, երբ որ դպրոցի տնօրենին պարտադրում էին եւ ասում էին դուք պարտավոր եք կարդալ ախտորոշում։ Եվ երբ որ ես շատ երկար բացատրում էի այս պաշտոնյային, որ հարգելիս դպրոցի տնօրենը բժշկական կրթություն չունի եւ ախտորոշում կարդալու իրավասություն չունի, նույն պատասխանը ստացա. դիմեք
գլխամասին դիմեք իմ ղեկավարությանը, այսինքն ստացվում է, որ սննդի անվտանգության տեսչության տարածքային պաշտոնյաները իրավասություն չունեն պատասխանելու ոչ մի հարցի, ինչպես նաև կարծում եմ, որ ամբողջ իրենց աշխատանքի կանոնագարկումը կատարվում է կենտրոնական գրասենյակից, որտեղ հասկանալի չէ ինչով են զբաղված։ Ասեմ ինչու, քանի որ այս վարակի օջախներում մենք պետք է ունենայինք հատուկ աշխատանքների կատարում եւ այդ հատուկ աշխատանքների կատարումը ոչ թե քմահաճության կամ որոշակի հիվանդությունների գիտակցման հետ կապված է, այլ գոյություն ունի սանիտարական նորմ, գոյություն ունի հատուկ միջոցառումներ, որը պետք է կատարվեր սննդի անվտանգության տեսչության հսկողության ենթակայությամբ։ Պետք է տվյալ կենդանիների հարկադիր սպանդ կազմակերպվեր, պետք է բնակչությանը փոխհատուցվեր հարկադիր սպանդի ժամանակ կորցրած անասունների հետ կապված, ինչպես նաև պետք է կատարվել գոմի եւ հարակից շրջանների ախտահանում, կոսմետիկ նոր վերանորոգում, որպեսզի այդ բրուցիլոզի բացիլները վերացնեին այդ գոմերից, որպեսզի հետագայում նորից ֆերմերները կամ այստեղ ֆերմեր ասված է մի քիչ այսպես լայն է, տնային տնտեսությունները կարող էին զբաղվել անասնապահությամբ, ինչպես նաև պետք է աշխատանքներ կատարվեին այն արոտավայրերում, որտեղ որ այս կենդանիները դուրս են գալիս արածելու, բայց ինչ է արվում է անհասկանալի մի պրոցես։ Եվ արդյունքում մենք ունենք արդեն բնակչության հիվանդացություն։ Սննդի անվտանգության տեսչությանը դնենք, այսպես ասած, աշխատանքները մի կողմ եւ ֆիքսենք, որ բնակչին թողել են մենակ իրենց խնդիրների հետ։ Հաջորդ խնդիրը, որը որ ուզում եմ անդրադառնալ, դա առողջապահական կոմպոնենտն է, այսինքն ահազանգում ենք բարձր հիվանդացության մասին կենդանիների շրջանակներում եւ 3 շաբաթ ուշացումով առողջապահության նախարարությունը սկսում է բակային նմուշառումները, բայց մինչեւ այդ բնակիչները գանգատվում են, բնակիչները բողոքում են, դիմում են իրենց թերապևտիկ ծառայության համար գյուղական ամբուլատորիաներին կամ պոլիկլինիկաներին։ Արդյունքում բնակիչները բողոքում էին, որ ուղղորդվում են մասնավոր բժշկական կենտրոններ վճարովի հիմունքներով կատարելու արյան հետազոտություն բրուցելիոզի համար։ Եվ այսպես 3 շաբաթ հետո առողջապահության նախարարությունը որոշեց, որ պետք է կատարեն բնակիչների հետազոտություն։ Բնակիչների հետազոտության համար նմուշառում են վերցնում, հայտարարվեց, որ եղեք սոված, կգանք կվերցնենք ձեր արյունը։ Առաջի օրը հայտնաբերեցին 3 հիվանդ, բարձր հիվանդացություն եւ այս ընթացքում, այս մի քանի օրերին կարող ենք փաստել հետևյալ խնդիրները։ Առաջինը, հանրությունը հիվանդության մասին իմանում է հասարակական գործիչներից։ Երկրորդը, առողջապահության նախարարությունը բնակիչների հետազոտությունը սկսում է 2 շաբաթից ավելի ուշացումով։ Երրորդը, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալը հարցազրույցում ասում է, որ հայտնաբերվել է առաջի դեպքը ապրիլ ամսին, կրկնում եմ, ապրիլ ամսին, այսինքն ապրիլի ամսից առողջապահության նախարարությունը իմացել է գյուղում կատարվող իրավիճակի մասին, սակայն միջոցներ չի ձեռնարկել։ Եվ հետաքրքիր մի բան, նաև այս պաշտոնյան, այսինքն առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի տնօրենի տեղակալը հայտարարում է, որ իրավիճակը կառավարելի է, անհանգստանալու խնդիր չկա, եթե գտնենք անհրաժեշտություն, ապա կկատարենք իրազեկման աշխատանքներ։ Այսինքն, այն պարագայում, երբ մի ամբողջ գյուղի անասնապահությունը կործանվել է, երբ որ ունենք 100-ից ավել կենդանիների հիվանդացություն, դեռ առողջապահության նախարարությունում գտնում են, որ անհրաժեշտությունը դեռ չի ծագել իրազեկելու համար։ Եվ դրա արդյունքում այս ամեն աղմուկից հետո ամսի 19-ին թե 20-ին, սույն թվականի, սննդի անվտանգության տեսչությունը հայտարարում է, որ
այո, կա բրուցիլոզ, իրավիճակը վերահսկելի է, մենք կատարում ենք ինչ որ անհրաժեշտ է։ Եվ ամենակարևորը ուզում եմ խոսել հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ՊՕԱԿ-ի աշխատանքներից։ Բազմիցս խոսել եմ, որ մարզային շրջաններում, մարզերում նրանք օպտիմալացում կատարեցին եւ փակեցին իրենց մարզային գրասենյակները։ Փակեցին օրինակ Արմավիրի գրասենյակը, որի արդյունքում այս պահին աշխատակիցները, որոնք ազատվել էին աշխատանքից, իրենք ինչ արեցին, դիմեցին դատարան։ Այնուհետև կատարեցին օպտիմալացում եւ փակեցին Արագածոտնի մարզի հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնը, որի արդյունքում եւս ազատվեցին աշխատանքից պրոֆեսիոնալներ եւ այս պահին խնդիրը դատարանում է։ Այսինքն Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնը անհասկանալի ձևով կրճատում է պրոֆեսիոնալ մասնագետներին, որոնք որ հենց պետքա զբաղվեին այս վարակների հայտնաբերումով եւ այս վարակների կանխարգելումով։ Օրինակ, այս պաշտոնյաները երևի թե այլևս մոռացել են, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ բնական վարակի օջախներ։ Օրինակ, Գեղարքունիքի մարզում տուլարեմիայի բնական օջախ, Սիբիրյան խոցի բնական օջախ, Արմավիրի մարզում խոլերայի բնական օջախ, ինչպես նաև բավականին շատ են հետազոտությունները կապված ջրի հետ։ Հենց հանգստի սեզոնը գալիս է, ապա այս աշխատակիցները սկսում էին պրոֆիլակտիկ ուսումնասիրությունները այն հատվածներում, ջրի ուսումնասիրությունները, որտեղ բազմաթիվ էին հանգստացողները խոլերայի հայտնաբերման համար, ինչպես նաև կատարում էին հողի հետազոտություն վերը նշված վարակների, սպորների հայտնաբերման առումով։ Եվ ինչ արեցին, կրճատեցին այս աշխատակիցներին եւ թողեցին նմուշարման կետ։ Ես ցույց էի տվել հանրությանը, թե ինչ պայմաններում են այդ նմուշները հասնում մայրաքաղաքի ռեֆերենս լաբորատորիա, արկղերին մեջ դրած, առանց որևէ տրանսպորտային անվտանգությունը ապահովելու, անհասկանալի։ Շատ շուտով ես նաև կանդրադառնամ այդ նմուշարման կետերին, որը որ բացվել են մարզերում, թե ինչ ոչ պրոֆեսիոնալ եւ լիցենզավորման պայման պահանջներին հակասող պայմաններում են կատարվում այս նմուշարումները։ Եվ գիտեք ցավալին ինչումն է, որ Արագածոտնի մարզում, երբ որ առաջի դատի ժամանակ առողջապահության նախարարության կողմից ուղարկվել էր իրավաբանը, մի հետաքրքիր հայտարարություն է արել։ Այն հարցին, որ անհրաժեշտ են այս մասնագետները առողջապահության համար, պատասխանել է դատարանում, որ գիտեք ասել է, դուք համեմատություն է արել, դուք գնում եք սուպերմարկետներ եւ գնում եք հնդկաձավար, այսինքն առողջապահական համակարգի գործունեությունը հավասարացրել է սուպերմարկետի աշխատանքի հետ, ասելով դուք գնում եք սուպերմարկետ, գնում եք հնդկաձավար, երբ որ ձեզ մոտ արդեն ցանկությունը վերանում է հնդկաձավար գնելու, դուք դադարում եք գնալ սուպերմարկետ եւ գնել հնդկաձավարը, այսինքն այլևս հնդկաձավար գնելու ձեզ ոչ ոք չպետք է ստիպի, այսինքն առողջապահական համակարգի կարևորագույն աշխատանքը մենք համեմատում ենք սուպերմարկետի հետ, իսկ մեր աշխատակիցներին համեմատում ենք հնդկաձավարի հետ։ Մեզ այլևս պետք չեն հնդկաձավարը եւ մենք ազատվում ենք հնդկաձավարից կամ չենք առնում այդ հնդկաձավարը։ Սա պարզապես խորը անհարգանք է առողջապահական համակարգի այն երկար տարիների փորձ ունեցող աշխատակիցների հանդեպ, որոնք որ իրենց աշխատանքային տարիների ընթացքում բազմաթիվ ինֆեկցիաների դեմ են պայքարել եւ փրկել են հազարավոր կյանքեր։ Եվ ցավում եմ, որ մենք այսօր ունենք նմանատիպ աշխատակիցներ եւ նման համեմատություններ։ Եվ դրա արդյունքում մենք այսօր ունենք հետևյալ խնդիրները, մոլեգնում է բրուցիլիոզը եւ ինձ այս աշխատակիցները, որոնք որ այլևս չեն աշխատում, օրինակ
նույն Սևանի տարածաշրջանում Սևան քաղաքում փակվեց հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի մասնաճյուղը։ Իրենք պատմում էին, որ երկար տարիներ իրենք յուրաքանչյուր սեպտեմբերին բոլոր այն անապահով ընտանիքներում, որտեղ անասնապահությամբ են զբաղվում, կատարել են նմուշառումներ, պրոֆիլակտիկ նմուշառումներ, որպեսզի հայտնաբերվեն հիվանդությունը վաղ շրջանում եւ այնուհետեւ կատարեն բուժում, եթե կարիքը գա։ Եթե հայտնաբերվել է հիվանդությունը մարդկանց մոտ, ապա ահազանգ է տրվել սննդի անվտանգության տեսչություն եւ սկսվել է գյուղում կանխարգելման աշխատանքները։ Սակայն վերջի 2 տարիների ընթացքում այս աշխատանքները դադարել են եւ ընդհանրապես բնակչության շրջանում նմուշառում չի կատարվել եւ վստահ եմ, որ շատ շուտով մենք ականատես կլինենք այլ մարզերի, այլ գյուղերի տարածքներում բրուցիլոզի տարածմանը։ Եվ այս ամեն ինչի արդյունքում ամսի 19-ին, մայիսի 19-ին մենք Իդրավթ համակարգում տեսնում ենք մի կառավարության որոշման նախագիծ։ Կառավարության որոշման նախագծի անունն է համաճարակի եւ համավարակի պատրաստակամության եւ արձագանքման պլանը հաստատելու մասին։ Այսինքն առողջապահության նախարարության կողմից մշակվել է համաճարակաբանական եւ համավարակի պայմաններում աշխատանքային պլանը։ Հիմնավորման մեջբերում ասվում է. վերջին տարիների փորձը, այդ թվում COVID-19-ի համավարակը ցույց տվեցին, որ համաճարակային եւ համավարակային իրավիճակի կանխարգելման, արձագանքման, վերահսկման գործընթացները պահանջում են համալիր, համակարգված եւ ռազմավարական մոտեցում։ Առողջապահական արտակարգ իրավիճակների պատշաճ արձագանքելու համար անհրաժեշտ է ունենալ միացյալ գործողությունների հստակ ծրագիր, որը սահմանում է պետական մարմինների, տեղեկատվական ինքնակառավարման մարմինների, առողջապահական կազմակերպությունների եւ այլ շահագրգիռ կողմերի գործառույթներ, պատասխանատվության շրջակարգներ եւ փոխգործակցության մեխանիզմներ։ Իդեպ, այս պլանը, այս նախագիծը շրջանառվում է COVID-ի մեկնարկից 5 տարի հետո։ Այսինքն, COVID-ից հետո մեզ պետք էր 5 տարի, որ հասկանայինք, որ Հայաստանի Հանրապետությունում պետք են միջգերատեսչական համագործակցություն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի եւ համաճարակների դեմ պայքարի համար պետք է ռազմավարական պլան։ Ուշացած է, բավականին ուշացած է այս պլանը եւ ամենակարևորը, որ այս միջգերատեսչական պլանի բացակայության արդյունքում է, որ այսօր գերատեսչությունները բարձի թողի վիճակում են դրել այս գյուղերում այս անվտանգային խնդիրը, այսինքն գյուղացին ունի խնդիր, անկում իր անասունների, որի արդյունքում ունենալու է լուրջ ֆինանսական խնդիրներ եւ իր միակ հացի աղբյուր հանդիսացող կենդանիներին հիվանդության պատճառով կատարում են ստիպողական հարկադիր սպանդ, գյուղացին ունի խնդիր հիվանդացության հետ կապված, դրա հետ զուգահեռ հիվանդանում է բրուցիլիոզով եւ շատ երկար պետք է իր չեղած ֆինանսների հաշվին կատարի առողջապահական հարցերի լուծում, այսինքն հետազոտություններ, բուժում եւ այլն, եւ երրորդը հարց չի, այդ ախտահանումը կատարվել է այդ գոմերում, արդյոք նոր կենդանու ձեռք բերելու արդյունքում նույն պատմությունը չի կրկնվի։ Եվ վերջում ուզում եմ հիշեցնել, որ այս տարի անասնաբուժական ֆակուլտետ դիմել է ընդամենը 1 շրջանավարտ, այսինքն մենք անասնաբուժության հիմնարար կործանում ունենք։ Վերջում ուզում եմ մեր բնակիչներին հորդորել, ուշադիր եղեք, քանի որ մենք եկել ենք այն փուլին, որ բացառապես պետքա ինքնակազմակերպվենք, ապա առաջարկում եմ ուշադիր լինել, չօգտագործել հում կարթ կամ չպաստերացված կաթնամթերք,
կրել պաշտպանիչ հագուստներ կենդանիների հետ աշխատելիս։ Եթե ունեք բարձր ջերմություն, գլխացավ, թուլություն, հոդերում ցավեր եւ այլ նմանատիպ ախտանիշներ, ապա անպայման դիմեք ձեր ցեղամասային թերապևտին եւ կատարեք հետազոտություններ ախտորոշումը ճշտելու կամ հերքելու համար։ Առողջ եղեք, հետևեք 168-ի YouTube-յան եւ Facebook-յան ալիքներին, եղեք իրազեկ, հղեք ձեր հարցերը եւ ձեր հարցերի արդյունքում կձևավորվեն մեր հետագա հաղորդումները։ Շնորհակալ եմ։